Բարի երեկո, եթերում օրակարգի տոնական թողարկումն է։ Այսօր նշում ենք մայիսյան եռատոնը, Շուշիի ազատագրման ու պաշտպանության բանակի կազմավորման 25 և հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 72-րդ տարեդարձը։ Բարի երեկո, առաջիկա րոպեներին կպատմենք քառորդդարյա հաղթանակի ու հայրենական մեծ պատերազմի հերոսների մասին։ Տոնական օրը սկսվել է Ստեփանակերտում վերածննդի հրապարակում ռազմական տեխնիկայի ցուցադրությամբ։ Հայկական երկու պետությունների նախագահների մասնակցությամբ ավանդական քայլեր և ծաղկեպսակներ մեծ հայրենականի և արցախյան ազատամարտի հերոսների հիշատակին։ Ինքնաթիռը, նույնիսկ տանկը Ստեփանակերտի հրապարակում են։ Դրանք սակայն խաղաղության, ոչ թե պատերազմի ուղերձով են։ 25-ամյա հաղթանակի տոնին ռազմական տեխնիկան ու սպառազինությունը ցուցանմուշներ են։ Հայկական պետությունների խաղաղության երաշխավորները, Հայաստանի ու Արցախի հանրապետությունների նախագահները, պաշտպանության նախարարները Արցախի սրտում են։ Վերածննդի հրապարակից է մեկնարկում տոնը։ Ավելի լավ հանգիստ խաղաղ երկնքի տակ ապրենք, բայց դե պատրաստ ենք հակառակորդի ցանկացած ոտնձգություն կանխելու։ Օդում շնորհավորանք է ներքևում 25 մետրանոց եռագույնը, քայլերթով դեպի Ստեփանակերտի հուշահամալիր։ Ես կցանկանայի, որ մեր պետականությունն ու մեր ազգի պատմությունը իրարից նորից չանջատվեն իրենց տարիքով։ Արցախյան պատերազմի մարտիկների շիրիմներին խոնարհում։ Ազատ Արցախը նրանց երազանքն էր, որ իրական դարձրին ու նվիրեցին ապրողներին։ Մոռացված չեն նաև մեծ հայրենականում զոհվածները, այս հուշարձանը նրանց հիշատակն է հավերժացնում։ Այս տանկը Շուշիի ազատագրումն է տեսել, T-72-ն այսօր խորհրդանիշ հուշարձան է Բերդաքաղաքի մուտքին։ Բարձրաստիճան հյուրերը պատվում են ազատամարտի ընթացքը բեկած ճակատամարտի հերոսին։ Աստվածը զուղջիտ օրդն է, երկան կյանք տա, սոր 25 տարի է, վեր մեր Շուշին, թորք են ձերքան ըզադվալա։ Հյուրերին Շուշիում զուռնադհոլով են ընդունում, արվեստների ու արհեստների քաղաքում այսպես ասած օրիգինալ գործեր են, Շուշեցու ձեռքի աշխատանքները։ Պատկերել եմ մարդու արժեքները, որոնք մարդու պետքա կրի մեջ, կավա ու ներքևի հատվածը պղնձը պատահ։ Արցախում այսօր, ինչպես Փարիզում, ամեն ազգության հյուր էլ կա։ Շուշիի պատվավոր քաղաքացին գլուխը բարձր իր շենացրած քաղաքն է ցույց տալիս։ Ամբողջ հայության համար լեր խաղաղ երկինք, լեր խաղաղություն ու խաղաղ աշխատանքի ժամանակահատված։ Այսօր շուշեցիների սրտերում խինդուն ու հպարտությունն է թևածում։ Պետական ու ռազմական գործիչ Վազգեն Սարգսյանի հուշարձանին են մոտենում։ Քանդակագործ Լևոն Թոքմաջյանը նրան հենց այսպիսին է տեսել, գործը կատարած նստած մի կողմում։ Ծաղիկների այս հոսքը հարգանքի տուրք է նրա հիշատակին։ Հաղթած Շուշիի հոգևոր խորհրդանիշը Ղազանչեցոց եկեղեցին ազգային երկու պարով է օղակված։ Շուշիի պաշտպաններն են ոչ միայն Արցախից, այլև Հայաստանից ու Սփյուռքից։ Աննա Բալյան, օրակարգ։ Այսօր գեղեցիկ առիթ է արտահայտելու մեր մեծագույն հարգանքն ու հիացմունքը այն հերոսական սերնդի նկատմամբ, որն անցավ գերմարտկային փորձությունների միջով և մեր երկրի համար ապահովեց խաղաղ աշխատանքի ու զարգացման հեռանկար։ Արցախից նախագահ Սարգսյանն է ուղերձղել հաղթանակի ու խաղաղության տոնի առթիվ, առաջին հերթին շնորհավորել մեր վետերաններին։ Երկրորդ աշխարհամարտը ծանր քննություն էր աշխարհի բազում ժողովուրդների, այդ թվում հայ ժողովրդի համար, թե մեր ռազմիկները կռվի դաշտում, թե մեր աշխատավորները թիկունք դարձած Հայաստանում, թե մեր հայրենակիցները Սփյուռքում պատվով բռնեցին այդ քննությունը։ Դա մեզ համար իսկապես դարձավ հայրենական մեծ պատերազմ։ Մենք աշխատեցինք մեր ուժերի չափով, իսկ երբեմն մեր ուժերից վեր սխրանքներ գործեցինք, մոտեցնելով հաղթանակն ու բաղձալի խաղաղությունը։ 1992 թվականի մայիսի 9-ից հետո այս տարեթիվը մեր ժողովրդի
համար ձեռք է բերել կրկնակի իմաստ։ Շուշիի ազատագրումով ոչ միայն Ստեփանակերտը, այլև Արցախի ողջ ժողովուրդը փրկվեց ֆիզիկական բնաջնջումից։ Հայ ռազմիկների այս մեծագործությունը եւ դրա ամբողջական պատմական նշանակությունն այնքան ընդգրկուն են, որ դեռ շարունակելու են գնահատվել եւ վերլուծվել ուսումնասիրողների կողմից։ Մի բան պարզ էր 1992 թվականի մայիսի 9-ին եւ պարզ է այսօր։ Մենք մեր կյանքն ու ազատությունը, մեր իրավունքներն ու արժանապատվությունը չենք պատրաստվում զոհաբերել եւ չենք զոհաբերելու։ Սիրելի հայրենակիցներ, կրկին շնորհավորում եմ ձեզ հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ։ Սա մարդատյաց քարոզչության եւ բռնության դեմ պայքարի ելածների եւ այդ պայքարում հաղթած հերոսների տոնն է։ Անմահները մեր շարքերում են եւ սա բոլորիս տոնն է։ Մաղթում եմ խաղաղություն եւ ստեղծարար աշխատանք։ Ստեփանակերտի վերածննդի հրապարակում այսօր առաջին անգամ ցուցադրվել են այն դիպուկահար հրացաններն ու տանկերը, որ 1 տարի առաջ ապրիլին զինվորների հետ պահում էին Արցախի դարպասները։ Առավոտից արցախցիներին ու երկիր ժամանած-հյուրերին ամենահետաքրքրող հասցեն վերածննդի հրապարակն էր, որի ողջ երկայնքով զինտեխնիկա է դուրս բերվել ցուցադրության։ Մեծից փոքր պարտադիր ձգտում են նվիրական սելֆի ունենալ ապրիլյան քարորիային իրենց գործը փայլուն կատարած զենքերի հետ։ Խոշոր տրամաչափի դիպուկահար հրացաններ, կալաշնիկովի գնդացիրներ, մարտավարական թռչողանոթաչու սարքեր, զենիթային գնդացրային համակարգեր, հոբ շարժական կառավարման կետ, մարտական թրթուրավոր մեքենաներ, այն զենքերն են, որոնք տեսակով գերակայող հակառակորդի պատերազմի դուրս բերած արսենալի մեծ մասը ջարդեցին։ Մասնակցել է ապրիլյան գործողությունների սկզբից մինչև ավարտը եւ մինչև դեպքերից հետո եղել է կենտրոնացման շրջանում, պաշտպանելով առաջնագծի տղաների թիկունքը։ Այս տարվա փետրվարին Արցախի պետական սահմանը խախտած դիվերսիոն գործողությունը կասեցնողներից Կարապետ Կարապետյանը կարճատև արձակուրդը որոշել է Ստեփանակերտում անցկացնել, որպեսզի անպայման մասնակցի եռատոնի միջոցառումներին։ Ապրիլյան պատերազմի արիության մեդալակիրը ասում է, մեծ պատիվ է Շուշիի ազատարարներին ճանաչելն ու նրանց հետ հանդիպելը։ Ինձ համար մեծ պատիվ է գտնվել նույն մարդկանց հետ, ովքեր որ 25 տարի առաջ իրենց կյանքը վտանգի ենթարկելով այսօրվա մեր խաղաղ օրը ապահովել են։ Ազգային տոների շարքում արցախցիների թերևս ամենասիրելին մայիսյան եռատոնն է, որն առանձնակի տրամադրությամբ են միշտ նշանավորում։ Ամբողջությամբ զինվորական խորհուրդ գրող միացյալ 3 տոների տոնայնություն ապահովողը զինվորական նվագախումբն է, որի հնչյունների ներքո են անցնում միջոցառումների մեծ մասը։ Միշտ պատրաստ եմ։ Լավ, շնորհակալ։ Շուշիի հաղթանակի ու Արցախի պաշտպանության բանակի քառորդ դարահոբելանի տոնակատարություններին անասելի շատ թվով հյուրեր էին ժամանել Արցախ։ Ռուսաստանաբնակ Գալինա Կոզմինյան, որ առաջին անգամ է Ստեփանակերտում, խոստովանում է, որ շատ տպավորված է քաղաքի տրամադրությամբ ու որոշել է անպայման համապատասխանել օրվա խորհրդին։ Հատուկ մնացինք, որպեսզի տեսնենք ինչպես է հաղթանակի տոնն անցնում Ստեփանակերտում, եւ հատուկ հագել եմ տոնի խորհրդին համապատասխան։ Ափսոսում եմ, որ դստրիկից ոչինչ համապատասխան չգտա։ Հաղթանակների եռակի հպարտությամբ են բոլորն իրար շնորհավորում։ Արցախի պաշտպանության բանակի սպաների հեռախոսի զանգերը գրեթե չընդհատվող են։ 25 տարեկան կառույցին շնորհավորել ու շնորհակալություն հայտնել շատերն են ուզում։ Տղամարդիկ կհասկանան 25 տարեկան ինչա նշանակում են եռուն, արունը եռալու տարիքն է, կարևորը այն է։ Ալո։ Բարև։ Ապրեք, շնորհակալություն։ Փոխադարձը նույնը։ 25 տարի առաջ այս օրն այս գույներով դժվար էր պատկերացնել, բայց ազատ ու անկախ Արցախը հզոր բանակով այլևս իրողություն է, որի հետ հաշտվելու ուղերձը նա ամեն օր հղում է ստեղծարար ու խաղաղ արարումով։ Մերի Դավթյան, Մայր Մկրտչյան, օրակարգ։ Միանանք Արցախ, այնտեղ տոնը դեռ շարունակվում է, մեզ հետ Մերի Դավթյանն է կապի մեջ։ Մերի, բարի երեկո, ինչպիսին է տրամադրությունը տոնական Ստեփանակերտում։ Բարի երեկո Քրիստինե, բարի երեկո Տարոն, Արցախի մայրաքաղաքի կենտրոնը վերածննդի հրապարակը այս պահին թնդում է բարձր հնչյուններից, տոնական հնչյուններից։ Սովորաբար ավանդույթի համաձայն հարուստ օրակարգով հագեցած եռատոնը ակորդվում է, այսպես օրվա ավարտին ակորդվում է տոնական համերգով եւ այն այսօր ավելի քան, այսպես պայծառ է, մարդաշատ, եռագույներով հարուստ, հյուրերով հարուստ, իսկապես Հաբերգը վարողները իդեպ այս տարի կյանք ու կռիվ ֆիլմի դերասաններն են, ովքեր իրենց խոսքում, իրենց սցենարում հաճախ են ակնարկում, որ Արցախը կողմնակից է կյանքին, բայց հարկ եղած դեպքում այնպիսի կռիվ կտա, հիշեցնելով 25 տարվա վաղեմության պատերազմը, պարտությունը ավելի շուտ։
Այնպես որ շատ մեծ բարձր տրամադրություն է Վերածննդի հրապարակում, նաև Իվետ Ամկուչյանն է ժամանել Արցախ շնորհավորելու, նաև տեսնելու այն երկիրը, որի դրոշը այսպես համարձակորեն 1 տարի առաջ բարձրացրել է Շվեդիայի մայրաքաղաքում։ Փոխադարձաբար հաղթական Ստեփանակերտը Արծվիկին է այսօր բարևներ ու ջերմ ուղերձ հղում, որպեսզի նա կարողանա ամուր լինել ու հաղթական տրամադրությամբ հաջողության հասնել։ Մի խոսքով շատ բարձր տրամադրություն է Ստեփանակերտում այս պահին եւ ինչպես միշտ տոնական համերգը եզրափակվում է ավանդական մեծ հրավառությամբ։ Կրիստինե, Շնորհակալություն Ստեփանակերտի Վերածննդի հրապարակից մեր գործընկեր Մերի Դավթյանն էր կապի մեջ եւ արդեն ինչպես տեսանք տոնը շարունակում է Ստեփանակերտում, համերգն է այս պահին եւ այնտեղ սպասում են մեծ հրավառության։ Երևանում հաղթանակի զբոսայգում մայիսյան առաջին հաղթանակն են տոնել։ Ավանդական հավաքին եկած վետերանները հիշել են 72 տարի առաջ Բերլինի գրավումը, բաժակ բարձրացրել վարչապետի հետ ու տխրությամբ նկատել, որ իրենց շարքերը նոսրանում են։ Ովքեր են քո պապիկները, ինչ գիտես իրենց մասին։ Մարտիկ պապիկը, Արտուր պապիկը։ Իսկ բա հիմա իրենք որտեղ են։ Ելաբլուրում են։ Եռաբլուրի պապերի մեդալները շապիկին, Լինան եկել է մեծ պապերին տեսնելու։ Նրանք 600-ից ավելի են, բայց ոչ բոլորն են հաղթանակի զբոսայգում։ Նորիկ պապը կռվել է խորհրդային զինվորների կողքին, Կատյուշայից չի կրակել, ոչ էլ աչք է դրել ռուս կատյուշաներին, տանը սպասող ուներ։ Այսօր անցած գնացած քարտեզն է մտաբերում։ Վերջին քաղաքը Բերլինն էր, պարեցին Ռայխստագում, բայց զենքը վայր չդրին։ 70-րդ գնդից շարքային Պերճյանն է հիշում։ Ռազմաճակատը գնաց Չեխոսլովակիա գրավելու եւ գրավեցին։ Հաղթանակի զբոսայգին հերոսների հավաքատեղի է դարձել։ Ֆրոնտի մարդիկ այստեղ են հանդիպում իրար, հիշում անցած գնացածն ու հիշողություն դարձած ընկերներին։ Նրանց քայլեր ու քայլերթ են նվիրում այսօրվա զինվորները։ Վարչապետ Կարեն Կարապետյանն էլ անմար կրակին ծաղիկներ խոնարեց, նախկին զինվորների հետ դաշտային ճաշ համտեսեց, խմեց վետերանների առողջության կենացը։ Նրանց անձնվիրությունը պարտավորեցնում է ամենօրյա աշխատանքով ամրապնդել հաղթանակները, ապահովել անվտանգությունն ու առաջ գնալ, ասաց վարչապետը։ Մեր զինված ուժերի, մեր բանակի, մեր զինվորի, մեր սպայի Թամանյան դիվիզիայից Մարտիկ պապը պատերազմի վերջին օրն ու հաղթանակի լուրն է հիշում։ որ завтра парад победы, պիտի պատրաստվեք։ Հայրենականի մարտիկները մաղթում են այն, ինչի համար կռվեցին՝ խաղաղություն։ Վոլոդիա Հովսեփյան, Տիգրան Բաբայան, օրակարգ։ Եթե Ադրբեջանի առաջին տիկինը մաշկի վրա զգար պատերազմը, երևի այն վաղուց ավարտված կլիներ։ Ռիտա Սարգսյանը զրուցել, հուզվել վետերանների հետ, հիշել է նրանց երիտասարդ օրերի երգերը։ Նա վետերանների միավորում անակնկալներով էր գնացել։ Տիկին Ռոզալյան ու Հանրապետության առաջին տիկինը հանդիպեցին վետերանների միավորման բակում։ Անակնկալները դեռ առջևում էին, ներսում թեյի սեղաններ սպասում, բայց տիկին Ռոզալյան շտապում էր պատմել պատերազմի տարիներին իր գործած սխրանքների մասին։ Վկայություններն էլ մի ամբողջ փունջ, կրծքին են։ Նրանց են միանում նաև մյուս վետերանները, դիմավորում են անակնկալներով իրենց հյուր եկած Ռիտա Սարգսյանին։ Պատերազմի բովում տեսած դժվարությունները նրանց աչքերում են, հպարտությունը կեցվածքում։ Առաջին տիկինը շատ լավ է հասկանում նրանց, ինքն էլ է տեսել պատերազմ, անցել այդ ամենի միջով։ Ես էլ ամբողջ պատերազմի ժամանակ Ղարաբաղում եմ եղել, ես իմ վրա եմ զգացել, դա ինչա իմ կաշվի վրա եմ զգացել, իմ երեխաների վրա եմ զգացել։ Ինչ ասեմ, երևի որ Ադրբեջանի առաջի տիկինն էլ ինձ նման զգար իր վրա այս ամենը, երևի այս պատերազմը վաղուց ավարտված կլիներ։ Վետերանների միավորման այս սենյակում վարդերի, երեխաների ձեռքով թխված խմորեղենի բույրերին էին խառնվել հաճելի մթնոլորտը, երգերի հնչյունները, որ պատերազմի դառնությունները տեսած այս մարդկանց հիշեցնում էին իրենց երիտասարդ տարիների հաճելի պահերը։ Սերունդների հանդիպումը պատահական չէր, վաղորդյան կաթիլներ երգչախմբի երեխաներին Հանրապետության առաջին տիկինը պատմել էր այս մարդկանց անցած ճանապարհի, հաղթանակի մասին ու ի նշան շնորհակալության պատրաստել էին մի փոքրիկ համերգ հանդիպում։
դեռ մանկուց իմ հայրիկն էլ զինվորական էր, ու ինքը ինձ միշտ ասում էր լավ հիշի, սա է ամենակարևոր տոնը, ու ես դա լավ հիշում եմ մինչ այսօր։ Ու ուզում եմ դուք էլ իմանաք, որ ոչ ոք երբեք չի թերագնահատի ձեր արածը, թե ինչ թանկ գին եք դուք վճարել այս հաղթանակի համար։ Ձեր ապրած կյանքն արդեն 3-րդ սերնդի համար է օրինակ, ասում է տիկին Ռիտան ու վստահեցնում։ Այս երեխաների հուշերում այդ հանդիպումը երկար կմնա։ Ու մենք միասին ունենք մի խնդրանք։ Եղեք առողջ, ապրեք երկար, որ հաղթանակի 75-ամյակը էլի միասին տոնենք, բայց ավելի մեծ շուկով։ Վետերաններն ամուր են ինչպես իրենց ապրած տարիները, չեն դժգոհում, բայց մի անհանգստություն ունեն, իրենց ընկերները հերթով լքում են վետերանների շարքերը, ամբողջ Հայաստանում հայրենական մեծ պատերազմի ընդամենը 630 մասնակից է մնացել, այս երգն էլ հենց նրանց սրտով է, դեռ ապրելու են, շատ գործեր ունեն անելու։ Հուսիկ Փանոսյանը մյուս տարի 100 տարեկան կդառնա։ Առաջին տիկինը խոստացավ անձամբ կազմակերպել նրա ու բոլոր նրանց տարեդարձի խնջույքները, ովքեր կբոլորեն կյանքի մեկ դարը։ Զաննա Վարդերեսյան, Արմեն Անդրեասյան, օրակարգ։ Ինչպես հաղթեցին, հիշողության թելը Գարեգին Պապը չի կորցրել, նա վերին Կարմիր աղբյուրում է ապրում։ Այս գյուղից 100-ից ավելի զինվոր է գնացել ճակատ, 102-ամյա Արաքսյա տատը ամուսնուն դեռ սպասում է։ Վերին Կարմիր աղբյուրը մեծ հայրենականին 500 զինվոր տվեց, ճակատ մեկնեց նաև Գարեգին Միրզախանյանը։ Պոլշայում վիրավորվել եմ, տյա լիչիտ եմ ելել, նորից քաշը շարունակել։ Պատերազմի հետքերը 92-ամյա վետերանի գլխին, ձեռքին, ոտքին են։ Տավուշցի զինվորականը չսպիացած վերքերով մտավ Բերլին։ Չկելամսուտը Բերլին ակրուժի տարածանքել, վերոնիլի չանձնելու չիլել։ Նոր ամսուր գույնը ժամի 12-ը նոր հանձնուց։ Բերլինյան շրջափակումը մայիսի 2-ին էր։ Վերին Կարմիրցի վետերանը պահել է վկայականը, տոնական լուսանկարը։ 9 մայնա Տաշենկանում։ Կրկնակի է օրհնում մայիսի 9-ը, ասում է երկրորդ անգամ ծնվեց, ցավոք կորցրեց համագյուղացիներից շատերին։ Պատերազմ վրա արդեն վերջացավ, հաղորդեցին որ նեմես թունավորել ասա։ Խմիշկեղենը, պրոդուկտ թունավորել ուտեգոչ։ Մուսինացեր ուժը։ Խոջանցակոպը։ Լիրիվտրան կերան, ես մոտ չքնացի։ Միննել ասախ չմնաց ես եմ մնաց 15 ուկուցու։ Ֆաշիզմի դեմ պայքարը այս գյուղում 94 տան ճրագանք ցրեց, մեկ ընտանիք ռազմաճակատից 4 անգամ սև թուղթ ստացավ։ 160 զոհվել կամ անհայտ կորել են։ Նրանց մեջ նաև Նիկալ Չոբանյանն էր, Արաքսյա տատի ամուսինը, Սևաստոպոլում էր շտապօգնության վարորդ, վիրավորներին էր տեղափոխում։ Նկարը թախտից չի վերցնում, դարդը սրտում տիկին Արաքսյան ապրում է 102 տարի, բոլորի հիշատակը կթարմացնի Գարեգին Պապը, իր այգու սպիտակ նարգիզները կդնի հուշարձանին։ Մայա Խաչատրյան, Վահրամ Զարգարյան, օրակարգ։ Ապրում են, քանի դեռ հիշում ենք։ Մոսկվայի գլխավոր փողոցներով անմահների գունդն է անցել։ Մի ձեռքում հայրենականի հայ հերոս պապերի լուսանկարներն են տարել թորները, մյուսում Հայաստանի ու Արցախի դրոշները։ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 72-րդ տարեդարձին հայկական անմահ գունդը անցնում է Մոսկվայի գլխավոր փողոցներով։ Դաշնության տարբեր քաղաքներից եւ շրջաններից մայրաքաղաքում հավաքված հայկական գումարտակը ներկայացնող երիտասարդներն իրենց պապերի նկարներով միանում են անմահ գունդ ակցիային եւ պարում ավանդական քոչարին։ Միաժամանակ մենք նշում ենք մեր մեծ հաղթանակի տոնը, նշում ենք Շուշիի ազատագրման տոնը եւ իհարկե Արցախի ազատագրական բանակի ստեղծման։ Պատերազմի դաշտ մեկնած ավելի քան 600,000 հայերից միայն կեսը վերադարձավ։ Նրանց ժառանգներն այսօր հարգում են վետերանների հիշատակը եւ հպարտանում, ծածանելով Հայաստանի եւ Արցախի դրոշները։ Պապիկն է, որը որ գնացել է պատերազմ 27 տարեկանում, ունենալով 2 երեխա, թողնելով իր ընտանիքը, մեր պարկն ենք համարում պարզապես հարգել հիշատակ։ Իմ ազգականներից 5 եղբայր գնացել է պատերազմ եւ անհետ կորել։ Մենք թեպետ նկարները նրանց այդպես էլ չգտանք, բայց եկել ենք նրանց հիշատակը հարգելու եւ ասելու՝ ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել։ Ինչպես 1945-ին Ռայխստագի պատերի տակ, այնպես էլ այսօր պարում էին հայերը ավանդական հաղթական մեր քոչարին։
Մերի Եգորյան, Արթակ Թևոնդյան, օրակարգ Մոսկվա։ 103-ամյա Գառնիկ պապը պատերազմի դրվագները հիշում է, ամեն մայիսին էլ քայլում անմահ գնդի հետ։ Պատերազմի դժվարություններով անցած վետերանը կյանքի մեկ դարը բոլորելուց հետո միայն կարոտին չի դիմանում։ 3 զավակ, 20 թոռ ու ծոր ունի։ Մենակ է ապրում։ Իմ հոր նկարն է, որը առաջի օրվանից մինչև վերջի օրը մասնակցել է պատերազմին, հասել է մինչև Բերլին։ Իրենք հիշում են, եկել են, որ մյուսներին էլ հիշեցնեն իրենց պապերի հաղթանակը եւ ոչ միայն։ Երթի գլխավերևում մայիսյան հերոսների լուսանկարներն են։ Երբ որ ինքը կենթանի էր, ամեն մայիսի 9-ին ես հիշում եմ։ Փոքր երեխա ժամանակ իմ ձեռից բռնում գնում ենք մանում ենք։ Հիմա ինքը արդեն չկա, մենք իր նկարն ենք բռնում։ Քայլում ու հիշում են բոլորին, նաև մեր օրերի հերոսներին, որոնք մեկ տարի առաջ Արցախի սահմանին պաշտպանեցին խաղաղությունը։ Շուշիի ազատագրումը, Արցախի բանակի կազմավորումը, դա մեծ տոն է մեր բոլորիս համար։ Երթի մեջ նաև 103 տարեկան Գառնիկ պապն էր, առանց նկարի, ինքն է մարտական հին օրերի վկան։ Երթը սկսելուն պես փայտը գործի է դնում ու առաջ շարժվում, հիշելու շատ բան կա։ Առաջինը ստատին գրատում եմ, երկրորդը որը ժլով գրատնեմ ազատագրե։ Իսկական կռիվ եմ տվել, հպարտանում եմ մեդալները վառապացույց, պատերազմ եւ խաղաղություն, երկուսն էլ ապրել է ֆրոնտում եւ ընտանիքում վետերան պապը։ Հիմա ունեմ 10 թոռ, 10 ծոր, 3 երեխա, մեկ տղա, 2 աղջիկ։ Գլխավոր հոգսը մենակությունն է, բոլորը հեռվում են, շատ կուզեր, որ այստեղ անմահ գնդի երթին թոռնիկը կողքին լիներ։ Խոսքով տարված մեկ էլ նկատեց, որ ջահելներն առաջ են ընկել, էլ բարդ չասած, շտապեց հասնելու անմահների գնդին։ Լիլի Դանելյան, Վաչագան Պետրոսյան, օրակարգ։ Տեղափոխվենք Մոսկվա, մայիսի 9-ի զորահանդեսը Կարմիր հրապարակում անցել է առանց ինքնաթիռների ու ուղղաթիռների ցուցադրության։ Մոսկվայում անպամած եղանակը թույլ չի տվել, որ դրանք օդ բարձրանան։ Հրապարակում զորահանդեսին մասնակցել է 10,000 մարդ։ Մոսկվայի Կարմիր հրապարակում հաղթական շքերթն է, այս անգամ առանց ավիացիայի։ 72 օդանավ եւ ուղղաթիռ, որոնց օդաչուները մասնակցել են Սիրիայի պատերազմին, չկարողացան ներկա լինել շքերթին անբարենպաստ եղանակի պատճառով։ Слава народу-победителю! С праздником вас! С Днем Победы! Ура! Կիևում անմահների գնդին տոնել խանգարեցին ցուցարարները, նրանց եւ երթի մասնակիցների միջև բախում է եղել, միջամտել են ոստիկանները։ Не беспокойтесь, поэтому все должно быть мирно. Եվրոպայում հիշատակի միջոցառումներն անցկացվել են մայիսի 8-ին։ Ֆրանսիայում վետերաններին շնորհավորել են միանգամից 2 նախագահ՝ գործողն ու նորընտիրը։ Լեհաստանում տոնը մռայլ է։ Այս երկրի վրա հայրենականն ու դրան հաջորդած սառը պատերազմը խոր սպի են թողել։ Չեխիայում նախագահ Միլոշ Զեմանը միջոցառմանը մասնակցել չկարողացավ։ Նա նոր գեներալներ էր նշանակում։ Սոնա Աղբալյան, օրակարգ։ Մայիսյան տոնական տրամադրությունը հյուսիսից հարավ մեր հանրապետության բոլոր մարզերով է անցել։ 2 հաղթանակների հերոսներին հիշել են, մեծարել, ընտանիքներին շնորհակալություն հայտնել, նաև դրամական պարգևով։ Չնայած տարեստարի նոսրացող շարքերին, Արմավիրում վետերաններն ամեն տարվա պես հարգել են մարտական ընկերների հիշատակը։ Ցանկանայի, որ աշխարհում ոչ մի դեպքում պատերազմ չլներ։ Արմավիրում տոնել են նաև 25 տարի առաջ Շուշիի ազատագրման փաստը։ Նոստալգիկ ռազմաճակատային խոհանոցի ճաշացանկն են այսօր տոնական օրով վայելել հայրենականի վետերաններն ու Արցախյան պատերազմի ազատամարտիկները։ Կռվի դաշտում կերել են գրեշկայով փլավ, տուշոնկով։ Զինվորական նվագախմբի հնչյունները մայիսյան հաղթանակներն ազդարարել են նաև սահմանամերձ Բերդում։ Տոնական շքերթն անցել է Բերդի հրապարակով, ծաղկեպսակներ են դրվել անմահ հերոսի հուշարձանին։ Տավուշցի 880 զորակոչվածներից 350-ը չի վերադարձել մեծ հայրենականից։ Այսօր այստեղ ապրում է պատերազմի 5 վետերան։ Տոնական հյուրասիրությունից հետո Բերդի միջոցառումների սցենարը սակայն փոխել է հորդ անձրևը։ Գավառում ու Գեղարքունիքի մյուս համայնքներում տոնական միջոցառումների պատվավոր հյուրերը, վետերանները, Արցախյան ազատամարտի հերոսներն ու զոհերի ընտանիքներն են։ Պատանիները հաղթական երգերով են նրանց մեծարել, իսկ մարզային իշխանությունները շնորհակալագրերով ու դրամական պարգևներով։
Եռատոնը նվագախմբի Քայլերթով ու 3-րդ բանակային կորպուսի զինվորների ցուցադրական ելույթով է մեկնարկել Լոռիում։ Վերջին տարիներին հաղթանակի օրն այստեղ խոնարհումի տոնից բացի նաև հայոց ուժի վերահաստատման օր է նշանակում։ Հպարտ եմ, որ լինելու եմ հաջորդ սերունդը մեր հայ զինվորների, որոնք պաշտպանում են հայոց բանակը եւ հայրենի սահմանները։ Գյումրիի Շիրակ Պանթեոնում ու գյուղերի հուշապուրակներում նույնպես ավանդույթ է հաղթանակը կերտողների հիշատակին հարգանքի տուրք մատուցելն ու խնկարկելը։ Այսօր էլ հայտարարել են երկրին պետք լինի ազգով ֆիդայի կդառնանք։ Արմինե Ուդումյան, Հայկ Ուշասանյան, Վահրամ Զարգարյան, Լիլիթ Յոլչյան, Հասմիկ Շահբազյան, Աննա Մարտիկյան, օրակարգ։ Երկու պատերազմ, երկու սերունդ, երկու հաղթանակ։ Մեծ հայրենականի ժառանգները տասնամյակներ հետո կերտեցին Արցախի անկախությունը։ Գվիդոն Պապն ու Անդրանիկը օրակարգի տեսախցիկի առաջ են բացել ամենաթանկ հուշը պատերազմից։ Տարին մեկ Գվիդոն Պապը հագնում է տոնական պիջակը, մեդալներով, մարտական և աշխատանքային։ Հիշողության օրելա հաղթանակի օրելա։ 41-ին ուղիղ ռազմաճակատ, Թամանյան դիվիզիայի շարքերում հասել է Բեռլին։ Այսօր Հաղարծին գյուղի ողջ մնացած միակ վետերանն է, 97 տարեկան, բայց մտապահած պատերազմի օրերը։ Փառքի շքնստան ստացել եմ, ուրեմն Լեհաստանի դիսլակետի համար։ Աշխատանքային ճակատում էլ է եղել, Վահագն Դավթյանի և Համո Սահյանի գրչի հերոսներից է, 63 թորներն ու ծորները հպարտանում են Պապիկով, իսկ նրա համար այս մայիսի 9 կրկնակի տոն է։ Երկու թորն ունեն, ծառայության մեջ թալիշումն են, երկուսն էլ տանկիստ են։ Այդ պատերազմի ապրիլի մասնակցել են և շքանշաններ են ստացել։ Սա իմ զինվորական համազգեստն է, որ զորացրվել եմ, սրբության նման պահում եմ։ Անդրանիկը Արցախի առաջնագծում հրետանավոր էր և թեև մի քանի ամիս առաջ ավարտել է ծառայությունը, բայց շարունակում է իրեն զինվոր զգալ։ Հենց թշնամին իրան նենք մտադրությունները փորձ իրականացնել, պատրաստ եմ մեկնել ռազմի դաշտ։ Հաղթանակի օրը ըստ ընտանեկան ավանդույթի նախ այցելում են վետերան Պապի գերեզմանին, հետո հիշում զոհված ընկերներին, հիշում հպարտանում։ Գայանե Թամամյան, Մհեր Թամրազյան, օրակարգ։ Երևանում հրապարակվել է Արցախյան պատերազմը նկարահանած 34 օպերատորի մասին պատմող գիրքը «Վավերագրություն, պատերազմը վավերագրողների մասին»։ Նրանցից ոմանք զոհվեցին տեսախցիկը ձեռքին։ Պատերազմից ժպիտը մնաց ժապավենում։ Լևոն Աթոյանցի կադրերում տխուր դեմքեր այդպես էլ չհայտնվեցին։ Չի ասում, որ նկարում են, հանկարծակ է։ Ու հտացում էր մեզ բոլորի դեմքերը ուժեղ ու ժպիտով։ Հայ ֆիլմը թողել Շուշի է գնացել։ Պատերազմից հետո 23 տարի է Աթոյանցը տեսագրություններն արխիվացնում է, արխիվն էլ պահում։ Լուսանկարներ էլ ունի, ուղիղ 500-ն են, կեսը դեռ ժապավենի վրա։ Տես ինչ դեմքեր են, քեֆուտ բերում է, չէ՞։ Սարմինը բժիշկը։ Կինոօպերատոր Հակոբ Պողոսյանն էլ հեռուստատեսությունն է փոխել ռազմադաշտի հետ։ Ճակատում ասում է պրոֆեսիոնալների կողքին սիրողական օպերատորներն էլ քիչ չէին։ Եթե միտեղ հավաքվեին, միջոկ կդառնար։ Մեր ընկերներից զոհվեց փոքր Ջոնը, որ աշխատում էր հեռուստատեսությունում որպես վարորդ, եւ շատ զոհեր եղան այդ կայարանում։ Այդ ժամանակ արդեն ավելի պարտավորված զգացի լուսանկարել եւ տեսանկարը անել տղաներին, որովհետեւ մնալու են նրանք պատմության համար, եւ դա պարտավորություն էր։ Աթոյանցին էլ, Պողոսյանին էլ ու եւս 32 օպերատորների կադրային պատմությունները սղագրվել են։ Նրանք նկարում էին պատերազմը վերնագրով գիրք է դարձել։ Նոր է տպարանից դուրս եկել։ Լրագրողների խումբ է եղել, բայց գերակշիռ մասը արել է Ալիս Գևորգյանը։ Հիմնականում մենք մտածում ենք բաժանել։ Հարցազրույցները նախ լույս են տեսել կինոաշխարհ թերթում պատերազմի վավերագիրները անվանումով, հետո դրվել կայքում, վերջում դարձել գիրք 500 օրինակով։ Դեռ վաճառքի համար չէ, սահմանափակ քանակությամբ էջային բացահայտում է 34 օպերատորների տեսած պատերազմը։ Լուսին Մկրտչյան, Հակոբ Սարգսյան, Տիգրան Բաբայան, օրակարգ։ Այժմ միացնենք նաև օրվա մյուս կարևոր թեմաները։ Քաղաքային իշխանության համար պայքարը շարունակվում է, հերոսական հաղթանակները կերտողներին հիշելուց ու հարգանքի տուրք մատուցելուց հետո։ Արաբկիրի ընտրողներին Երևանի ավագան ու հանրապետական թեկնածուները խնդրել են մայրաքաղաքի ապագան իրենց վստահել։ Հաղթանակի անմար կրակին, ապա եռաբլուր Տարոն Մարգարյանն ու երդվյալ ազատամարտիկներն իրարից առանձին այցելել, ապա հավաքվել էին Կոմիտասի բակերից մեկում արաբկիրսի գեներալի գլխավորությամբ։ Եվ շնորհավորում եմ, եւ մենք գնացել ենք այն տեղերը,
որտեղ մեր եղբայրները պարզեց։ Շնորհավորում եմ մեզ բոլորիս, մեր ժողովրդին մայիսյան հաղթանակների օրվա կապակցությամբ։ Հանդիպման վայրը Երևանում վերջերս կառուցված 1600 խաղահրապարակներից մեկն է։ Ավտոտնակներն այստեղ նախորդ տարի նահանջեցին։ Այստեղ աղագին գարաժ-մարաժ էր, հիմա խաղահրապարակները։ Նստարաններին հայտարարություն է մաքուր պահել բակը, մայրաքաղաքը սեփական տան պես սրտացավ, ինչպես քարոզում է ՀՀԿ-ն։ Այգինի դեպ տարածքի դեռահասների մարզվելու միակ վայրը չէ։ Սպորտապրոց կամ քիչվերև Մեծ փոքր արաբկիրցիները լսեցին տրանսպորտից համատիրություն խելքի բերելու Տարոն Մարգարյանի ծրագրերը։ Նաև թե ժառանգած օրինակ հաշմանդամություն ունեցող անձանց տեղաշարժի հարցին այս ընթացքում ինչ լուծում են կարողացել տալ։ Այսօր կարող ենք ասել, որ շուրջ 2000 թեքահարտակներ կառուցվել են։ Ի տարբերություն շատերի ՀՀԿ-ի թիմը նոր չէ, որ ծանոթանում է երևանցիներին մտահոգող խնդիրներին։ Բնակիչներին վստահեցրեց Մարգարյանի գործընկեր Վահե Նիկոյանը։ Հավաստիացրեց, գործը լուր շարունակելու համար են եկել վստահության քվե ուզելու։ Վստահեք մեզ, հանուն ապագայի Երևանի։ Քվեարկությանը մնաց 4 օր, բոլորով ֆիքսեցին, ով հասցրեց Տարոն Մարգարյանի հետ սելֆի հաջողացրեց, ով ոչ ճանապարհեց հարազատ որդու պես։ Հերմինե Բաղդասարյան, Հակոբ Թումանյան, Արմեն Անդրեասյան, օրակարգ։ Երկիր-Ծիրանին քարոզչական օրը հաղթանակ զբոսայգուց է սկսել կուսակցության նախագահը խոստացել է ընտրվելու դեպքում կանաչապատել հաղթանակի այգին։ Երկիր-Ծիրանին սպիտակ մեխակներով է եկել հաղթանակի զբոսայգի, սպիտակը ըստ Զարուհի Փոստանջյանի հաղթանակի խորհրդանիշն է։ Մենք ունեցանք հերոսություն եւ հերոսներ, որի թվականակը հսկայածավալ է։ Հայ ժողովուրդն արդեն ապացուցել է աշխարհին, որ կարող է պաշտպանել իր պետականությունը, ասում է Զարուհի Փոստանջյանը։ Մնում է, որ դա արդյունավետ շարունակվի։ Կարևորը, որ մենք ցանկություն ունենք վերականգնելու մեր ուժերը, այնպես դոփել մեր հայրենի երկրի վրա, որ երկիրը մեր դղրդա։ Մեր պապերը պատերազմ են գնացել Արևմտյան Հայաստանը ազատագրելու հույսով, ասում է Զարուհի Փոստանջյանն ու հավելում, պապերի երազանքն իրենք են իրականացնելու։ Շնորհակալություն մեր պապերին, երկրորդ աշխարհամարտի մասնակիցներին։ Շնորհակալություն մեր Արցախյան պատերազմի հերոսներին։ Որպես քաղաքապետի թեկնածու պատրաստվում է բարեփոխել հաղթանակի զբոսայգին, շինարարություն այլևս չի լինի։ Իմ պապերս երբ հիմնադրեցին Արաբկիր ավանը, այստեղ չկար անտառ։ Նրանց կողմից նույնպես մեծ ջանքեր են ներդրվել, որպեսզի այստեղ լինի անտառը, եւ Թամանյան հենց այդպես էլ նախագծել էր։ Կկանաչապատենք ոչ միայն հաղթանակի զբոսայգին, այլև ամբողջ քաղաքը։ Դա արել են մեր պապերը, կանենք եւ մենք, ասում է Զարուհի Փոստանջյանը։ Կամք, ցանկություն, աշխատասիրություն, այո, որը մենք ունենք։ Վահե Կոստանդյան, Էդգար Դավթյան, օրակարգ։ Քաղաքը կանաչապատելու են, տրանսպորտի աշխատանքն արմատապես փոխեն, եթե ավագանում մեծամասնություն լինեն։ Ելքի թեկնածուները քարոզչական օրը սկսել են Էրեբունուց շարունակել օրվա խորհրդին համահունչ Եռաբլուր Պանթեոն այցով։ Անհրաժեշտ է գնալ ընտրական տեղամասեր եւ քվեարկել ելք դաշինքի օգտին, որը քվեաթերթիկում համար 1-ն է։ Երևանի ավագանու ելք դաշինքի թեկնածուները Էրեբունի համայնքի բազմաբնակարան շենքերի բակում են, ներկայացնում են իրենց նախընտրական ծրագրի դրույթները, խոստանում հաղթելու դեպքում ձեռնամուխ է լինելու մայրաքաղաքի կանաչապատ տարածքների ավելացմանը, տնկել կես միլիոն ծառ, իրականացնել կանաչ տանիքներ ծրագիրը։ Ելք դաշինքի Երևանի ավագանու թեկնածուներն այցելեցին նաև հաղթանակի զբոսայգի, ծաղկեփունջ դրեցին անմար կրակի մոտ։ Երևանի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև ելքի ծրագրով քաղաքապետարանի մուտքերը 30 միլիարդ դրամով ավելացնելու իրենց խոստմանը։ 15 միլիարդը մոտավորապես գույքահարկերի հաշվին, մոտավորապես 5 միլիարդի չափով ծառայությունների թերգնատումները վերացնելու հաշվին։ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև մայիսի 9-ին հայրենական մեծ պատերազմում հաղթանակի օրվա խորհրդին։ Շատ կարևոր էջ է եղել մեր ժողովրդի պատմության մեջ, որովհետև գիտեք մենք հերոսներ ենք տվել, խոշոր զորահրամանատարներ ենք ունեցել, որով մինչև հիմա էլ մեր ժողովուրդը հպարտանում է։ Ելք թիմն այցելել է նաև Եռաբլուր Պանթեոն, հարգանքի տուրք մատուցել Արցախյան ազատամարտի հերոսների հիշատակին։ Հայկ Հովհաննիսյան, Ռոմիկ Խաչատրյան, օրակարգ։ Տոնական օրվա երեկոն խոստանում է ոչ պակաս տոնական լինել, մեկնարկում է համաեվրոպական երգի մրցույթը։ Եվրատեսիլի առաջին կիսաեզրափակչում Հայաստանի պատվիրակ արծվիկը բեմ կբարձրանա 16-րդը։ Այժմ Եվրատեսիլի կուլիսային տրամադրություններով մեզ է միանում արծվիկը Կիևից։ Հայաստան
եւ խնդրում եմ լինեք իմ կողքին եւ սատարել ինձ։ Բոլորիդ սիրում եմ շատ։ Կիևում Արծվիկին նաև Յուկոմի անձնակազմն է աջակցում Եվրատեսլի հայաստանյան հեռարձակման հովանավորն արդեն մի քանի տարի է մեր հայրենակիցների կողքին է եւ Եվրոպայի հանրությանը կոչ է անում քվեարկել մեր երգչուհու օգտին։ Սա մեր իրադարձությունն է իրականում եւ Յուկոմ ընկերությունը մշտապես եղել է համահայկական նախագծերի կողքին։ Ցանկանում ենք մենակ հաջողություն մեր Արծվիկին, հայություն քվեարկեք Արծվիկին։ Մենք համոզված ենք, որ կարող ենք անել այս տարի անհանգական մատուցել։ Արծվիկին Արցախից իր զորակցությունն է հայտնել Եվրատեսիլ 2016-ի մասնակից Իվետ Ամուկուչյանը, ի դեպ մրցույթի հայաստանյան միավորները նա է հայտնելու համաեվրոպական եթերում։ Շնորհակալություն։ Ինչպե՞ս եք։ Ես հպարտ եմ, որ այսօր այստեղ եմ։ Շնորհավոր մեր երեխաները։ Եվ ես նաև ուզում եմ շնորհակալություն հայտնել, որովհետև անցած տարի, երբ մեր զինվորները պայքարում էին մեր հողի համար, ես էլ էի պայքարում բեմի վրա եւ ինձ շատ պաշտպանված եմ զգում, որովհետև բոլորդ ինձ հետ եք։ Շնորհակալություն։ Եվ ես կցանկանամ մեկ բան, այսօր մենք ունենք էլի հաղթանակ, դեպի հաղթանակ պետք է գնանք։ Արծվիկը այսօր բեմի վրա քիչ անց կներկայացնի մեր երկիրը կիսաեզրափակիչ փուլում Եվրատեսիլում Կիևում եւ ուզում եմ, որ մենք բոլորս միասին իրան հաջողություն մաղթենք։ Շնորհակալություն։ Եվրատեսիլի առաջին կիսաեզրափակչին առաջին ալիքի ուղիղ եթերում հետևեք ժամը 23-ից։ Իսկ րոպեներ անց հեռուստապրեմիերա է առաջին ալիքը ցուցադրում է «Կյանք ու կռիվ» ֆիլմի երկրորդ մասը։ Օրակարգներ եթերում, շնորհակալություն ուշադրության համար։ Հաճելի երեկո ենք մաղթում եւ ոչ պակաս տոնական լիցքեր։